Այս անգամ Հայաստան է ներկրվում ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար տեսակի բենզին։ Մատակարարման ծավալները կազմում են շուրջ 6-ից 7000 տոննա, մինչդեռ նախկինում խոսքը 1,2-ից 1,3 հազար տոննայի մասին էր։ Մեր գնահատականներով այս եւ այլ ուղեկցող փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ բենզինի եւ դիզելային վառելիքի դեկտեմբերյան գները կնվազեն միջինը մոտ 80 դրամով, հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան ապրանքների մատակարարումն արդեն կարելի է դիտարկել որպես կայուն գործընթաց, եւ այլ երկրներից բենզին եւ դիզելային վառելիքներ կրողները նույնպես նախաձեռնել են իրենց մատակարարների մոտ մեծածախ գների նվազեցում։ Մեկնաբանելով ադրբեջանական նավթամթերքի մատակարարումներից հայկական շուկայի հնարավոր կախվածության վերաբերյալ մտահոգությունները, Պապոյանը նշել է, որ նման ռիսկեր չի տեսնում։ Ըստ նրա, մատակարարման ծավալները միակողմանի կախվածության վտանգ չեն ստեղծում, իսկ Հայաստանը կշարունակի վառելիքներ կրել տարբեր երկրներից, այդ թվում Ռումինիայից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Եգիպտոսից։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ Հայաստանի Հանրապետությանը ԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությունների համաձայն ագարակ անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն։ Արդյունքում ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7000 տուփ ծխախոտ։ Դեպքի առնչությամբ մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 316-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության սահման ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից։ Հարկային օրենսգրքում կատարվել են մի քանի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Հարկային օրենսգրքում ներդրվում է QR գծիկավոր կոդ հասկացությունը, որպես մեքենայական ընթերցվող պատկեր, որը հավաստում է, որ փաստաթուղթը արտատպվել կամ ներբեռնվել է հարկային մարմնի պաշտոնական տեղեկատվական համակարգերից եւ համարվում է հարկային մարմնի կողմից վավերացված։ Սա իրավական հիմք է ստեղծում QR կոդով փաստաթղթերի պաշտոնական ճանաչման համար։ Հարկային մարմնի համակարգերից QR կոդով արտատպված փաստաթղթերը այլևս լրացուցիչ վավերացման կարիք չունեն։ Ըստ հարկային օրենսգրքի նախատեսված հայտարարությունների ներկայացումը, այդ թվում գործունեության չիրականացման կամ դադարեցման վերաբերյալ, ինքնին հիմք չէ հերթական տարեկան պետական տուրքի չհաշվարկման համար։ Սահմանվում է, որ տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակվում է հաշվարկվել մինչև այն պահը, երբ ի հայտ է գալիս պետական տուրքի մասին օրենքի 6.1 հոդվածով նախատեսված պարտավորության դադարեցման որևէ հիմք։